Հնարավորություն է տալիս նույնիսկ եթե ընտրական հանձնաժողովի օրինակ անդամներից որևէ մեկը բացակայ, միևնույն է գործընթացը շարունակվում է, եթե անհրաժեշտություն լինի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահները նոր անդամ են նշանակում, այսինքն գործընթացը ընթանում է բնականon, այս ընթացքում բնականաբար ինչ որ տեխնիկական խնդիրներ իրագալի, որոնք հնդածս արագ լուծվում են, բոլորիս մաղթում եմ խաղաղ, հանգիստ ընտրություններ, որպեսզի մենք ունենանք շատ օրինական, արդար ընտրություններ եւ լավ արդյունքներ։ Եվ մի փոքր էլ պիտի անդրադառնամ նախապատրաստական գործընթացների մասին, քանի որ այս ընթացքում հնարավորություն չի եղել ուղղակի նախապատրաստական գործընթացների մասին խոսել, ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն ընտրությունների հանձնաժողովականների շուրջ 4000 անձանց դասընթացներ է կազմակերպել, որոնցից 4000-ը դրանք տեխնիկական սարքավորումների աշխատողներն են, իսկ շուրջ 16000-ը դրանք տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն են։ Իհարկե տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների դասընթացների ընթացքում եղել են նաև դեպքեր, երբ որ դասընթացներից հետո փոխվել են, բայց նման դեպքերը շատ քիչ են, հիմնականում նշանակողները ըստ էության իրենց նշանակած անդամների համար նաև ապահովել են, որպեսզի փոփոխությունները քիչ լինեն, այսինքն դասընթացից հետո փոփոխություններ չլինեն։ Եվ պիտի տեղեկացնեմ, որ նաև դասընթացներ, հատուկ դասընթացներ են արվել նախագահների եւ քարտուղարների համար։ Սա անմիջապես ընտրություններից առաջ։ Իսկ դրանից առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ էության ընտրական գործընթացում ընդգրկված բոլոր սուբյեկտների համար կազմակերպել է մասնագիտական դասընթացներ եւ այս ընթացքում օրինակ առավոտյան 8-ից եկող ահազանգերի մեջ մենք նկատեցինք մի զուգադիպություն, որ ըստ էության սխալ տեղեկատվություն հաղորդում էր հիմնական այն վստահված անձերի կամ սուբյեկտների կողմից, ովքեր մեր դասընթացներին չեն մասնակցել, այսինքն եւս մեկ անգամ համոզում ենք, որ միասնական դասընթացներին մասնակցելը, ընդհանուր գիտելիքին տիրապետելը դա շատ կարեւոր է, հակառակ դեպքում մենք չենք ունենում սխալ ահազանգեր, այսինքն մարդիկ տեղամասերում խնդիրներ չեն տեսնում մի բանի մեջ, որը որ ընտրական օրինակ ընտրական օրենսգրքի պահանջներով է պայմանավորված։